Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Վանացայինեն ձեզ յետե Հարութ Մարգոսյանը ընդրական ակնարկ հայտակիրով։ Նախ անդրադարձ կդարենք Հայաստանի ազգային ժողովի նախընտրական շրջանի վերջին զարգացումներուն եւ ապա Հայաստանեն արցանց մեզի կմիանա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամ Գեգամ Մանուկյանը անդրադառնալու ընդրական կարոզարշավի վերջին իրադարձություններուն եւ Հայաստան դաշինքի ծրագիրին հիմնական կետերուն։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները տեղի պիտի ունենան գիրագի 7 հունիսին։ Ընտրավայրին կմասնակցին 18 քաղաքական ուժեր, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Նախնական տվյալներով այս 18 քաղաքական ուժերեն միայն 6 խմբակցություններ կբայկարին ազգային ժողով մուտք գործելու համար։ Մինչ մնացյալները ըստ նույն տվյալներուն արդեն իսկ դուրս մնացած են մրցակցութենեն։ Նշենք նաև, որ ազգային ժողովը պետք է բաղկանա առնվազն 3 խմբակցութենե։ Իսկ որոնք են հարաճադար այս 6 քաղաքական ուժերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխող ուժն է, որում վարչապետի տեխնազուն է ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրական ցուցակի այդ գլխավոր թեմքերն են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին տարիներուն հստակ դարձած է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ուղեկիցը ավելի արևմտամետ է դեպի եվրոպական համարգում, սակայն արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն կմնա նաև Թուրքիո եւ Ադրբեջանի հետ հարաբերություններու բնականոնացումը ի հաշիվ ազգային մեր բանջարդիրության եւ Արցախի հարցի պակման։ Հայաստան դաշինքը ներկա իշխանության հիմնական ինտիմատիր ուժերեն մեկն է։ Դաշինքի մաս կգազմեն հայ հեղափոխական դաշնակցությունը եւ առաջ կուսակցությունը։ Վարչապետի տեխնազուն է Արցախի հանրապետության նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Դաշինքի հիմնական թեմքերն են Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ, ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյան, Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամ, ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Մանուկյան, ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան եւ ուրիշներ։ Հայաստան դաշինքը գշեշտ է ազգային եւ ընկերային խնդիրներու լուծման կարեւորությունը։ Դաշինքը գդրականորեն թեմ է հողային զիջումներու։ Ուժեղ Հայաստան դաշինքը եւս ինտիմատիր ուժմն է։ Վարչապետի տեխնազուն է Կորձարար Սամուել Ղարաբեդյան, իսկ ընտրական ցուցակը գլխավոր է Նարեկ Ղարաբեդյան։ Դաշինքը կնկատվի ռուսամետ։ Փառքաված Հայաստան կուսակցությունը եւս ինտիմատիր դաշտի մեջ է։ Ընտրական ցուցակը գլխավոր է Կորձարար Քակիկ Ծառուկյան։ Կուսակցությունը տնտեսական սերտ կապեր ունի Ռուսիո հետ։ Նոր ուժ քաղաքական ուժը գլխավոր է Երևանի նախկին քաղաքապետ եւ հանրազանոթ դերասան Հայկ Մարուկյան։ Ըստ իրենց հայտարարություններուն քաղաքական ուժը բայկարը կենտրոնացած է ներկա իշխանության փդացության թեմ։ Միասնության թևեր քաղաքական ուժը գլխավոր է Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Տաթոյան։ Իր հետ կգործակցի հայակվե շարժումը։ Երկուքին բայկարը ուղղված է ներկա իշխանության եւ Ադրբեջանի կողմէ մարդկային իրավունքներու ոտնահարման թեմ։ Խոսելով նախընտրական կարոզարշավներու մասին, վերջին շաբաթներուն Հայաստանի մեջ դիրեց ծայրահեղ լարված իրավիճակ։ Իշխանական եւ ինտիմատիր տեխնազուներ հանդես եկան զանազան եւ երբեմն վիրավորական բնույթի քննադատություններով։ Առանձնահատուկ արձագանք կդան վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները Արցախահայերու նկատմամբ։ Արտահայտությունները արիտ տվին լայն քննարկումներու։ Տեսնենք։ Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Եկել են Ղարաբաղի հարց։ Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք։ Դուք ես կենթանի ընդհանրապես։ Դուք ես կենթանի։ Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում։ Այդ տական։ Ինչի ես կենթանի։ Ինչի ես կենթանի։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ։ Բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Բարոն վարչապետ, Արցախը ամեն ինչով մեր եղած է։ Հազարամյա պատմությամբ, ջարդարաբերությամբ, բազմաթիվ եկեղեցիներով եւ պատմամշակութային հուշագոտողներով,
մշակույթով եւ արցախյան բարբարով։ Իսկ արդյոք ով իրավունք տվա մեր վարչապետին հարցականի դակ տնելու Արցախի հայկականությունը։ Կամ ով իրավունք տվավ դարբերություն տնելու Արցախահայու, Սփյուռքահայու եւ Հայաստանի սահմաններում մեջ ապրող հայու միջև։ Երդասարդ Արցախահայը կբարձրացնե իր փողոքի ցայնը, իսկ պատասխանին կհնչե հարց. Տուն ինչու ողջ ես։ Փոխանակ շեշտելու, որ մենք մեկ ազգ ենք եւ բոլորս կրնանք ապահով ապրիլ ներկա Հայաստանի սահմաններում մեջ մինչեւ հայրենի Արցախ վերադարձը։ Այս շաբաթ Հայաստանի հանրային պատկերասպիրի գայանի մեջ դեղի ունեցած բանավեճերը անցան չափազանց լարված մթնոլորտի մեջ, հիմնականորեն իշխանության ներկայացուցիչներու եւ ընդդիմության միջև։ Տեսնենք։ Ցավը գիտեք ինչումն է, որ դուք իմ կենսագրության նշված տվյալները ներկայացնելով չեք խոսում ձեր իսկ կենսագրության մասին, պարոն Միրզոյան։ Իսկ ձեր կենսագրությունը շատ ավելի հետաքրքիր է։ Ձեր մոտ ի վերջո մետաձիճկաները փաստացի եւ ես դա մեծ ցավով եմ ասում, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի մետաձիճկաներն են։ Ի վերջո, պարոն Միրզոյան, եթե դուք մի օր տեսնեք ինձ Էրդողանի գիրքը ձեռքս վերցրած մեծ ժպիտով, ես վստահ եմ ձեզ մոտ բացասական էմոցիա կառաջանա։ Դուք ի վերջո ցեղասպանության, ճանաչման գործի ջաթագով եք եղել։ Դուք պատմաբան եք ու լինելով նաև հենց անձ, ում անունը բիբլիական սարի հետ կապ ունի, այն սարի, որից հրաժարվում են, դուք ինձ հարցնում եք մետաձիճկաների մասին, դուք 8 տարի մենակ դժբախտություն եք բերել այս երկրին, դուք հազարավոր զոհերի թիվ 1 մեղավորը ու պատասխանատուն եք։ Պարոն Աբովյան, խնդրում եմ։ Մի րոպե, մի հատ բան ասեմ։ Մի րոպե։ Մարդը կանգնած ձեր պարտում է։ Սպասեք։ Դիմեք դատարան։ Մի րոպե, պարոն Սիմոնյան, մի վայրկյան չեք լսում իրար։ Լսեք։ Դուք էլ ծառու կաննել։ Կմատը թափ չտասին վրա։ Կմատը կտա։ Անջատեցի։ Անջատեք։ Լավ, հասկացանք, հա մատ չի տա։ Պարոն Սիմոնյան։ Ապրեք։ Չեղավ։ Այդ տղա։ Չեղավ, պարոն Սիմոնյան։ Տղեն դու ես ինքը։ Վերջ։ Պարոն Սիմոնյան, չեք տեսնում ինձ։ Տեսեք։ Ասում չապերիտ մեջ Դուք եք խոսում դրա մասին։ Որ Ալիևը պահանջել է ու դուք չեք արել։ Օրինակ։ Բոլոր պահանջները իրականացրել եք։ Օրինակ։ Հենց հիմա համարացության փոփոխությունը իրականացավ չեք։ Ասում եք արել եք, մի հատ։ Ասեմ, Գորիս Կապան ճանապարհը, Կապան ճակատեն ճանապարհը։ Դա մեր պահանջն է, դա մեր այո, մեր պահանջն է, Ճանապարհ հանձնելը մեր պահանջն է։ լսեք, ճանապարհ հանձնել չի Փաստորեն, այս բանավեճերը ցույց տվին, որ հայկական հողերու հարցը միայն արդակին ճնշումներու արդյունք չէ, այլ նաև իշխանության քաղաքական որոշումներու եւ նախաձեռնություններու հետևանք է։ Այս ընդրությունները վճռորոշ են Հայաստանի ապագային համար։ Ընդրողը կգանքնի բարդ ընդրության արչեւ քաղաքական դարբեր ուղղություններու, անվտանգության, դեսլականներու եւ ազգային առաջնահերթություններու միջև։ Անցնելով մեր հայդակիրի երկրորդ բաժինին, Հայաստանեն արցանց մեզի պիտի միանա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հոյտա Հայաստանի Քերակույն մարմինի անդամ Գեգամ Մանուկյանը։ Պիտի խոսենք նախընտրական շրջանի վերջին իրադարձություններու մասին եւ պիտի անդրադառնանք Հայաստան դաշինքի ծրագիրին եւ անոր յուրահատկություններուն։ Հայաստանի մեջ դեղի ունենալիք ազգային ժողովի ընտրություններուն ընթരാճ կշարունակվին կարոզարշավները։ Սակայն այս կարոզարշավները աննախադեպ են իրենց լարվածությամբ։ Իշխանական կողմի եւ զանազան ինտիմատիր ուժերու միջև հանդիպեցանք ցեղարցակումներով։ Այսօր պիտի անդրադառնանք կարոզարշավի ընդանուր մթնոլորտին եւ թե ինչպես կներկայացնե այն Հայաստանի մամուլը։ Ընտրություններուն կմասնակցին 19 քաղաքական ուժեր, սակայն քիչերն են, որ ունին հստակ ծրագիրներ ընտրվելու բարակային։ Ինչ մասնակցող ուժերու մեծ մասը զբաղված է անիմաստ ցեղարցակումներով։ Այսօր պիտի խոսենք նաև հիմնական ինտիմատիր ուժերը մեկուն Հայաստան դաշինքի ծրագիրին մասին։ Հայտնենք, որ դաշինքի մաս կգազմե նաև հայ հեղափոխական դաշնակցությունը։
Այս առիթով Հայաստանեն առցանց մեզի միացած է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հոյթա Հայաստանի Քերակույն մարմինի անդամ Քեղամ Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այս առիթի համար։ Նախ սկսելու համար ընդհանուր քիծերու մեջ ինչպես կներկայացնեք Հայաստան դաշինքի քարոզարշավը, ինչ մթնոլորտ կդիրե, ցեզ ինչպես կընդունին շրջանները։ Ասեմ, որ իրականում Հայաստան դաշինքի համար եւ մեր падգամավորների համար այս քարոզարշավը, պաշտոնական քարոզարշավը իրականում նորություն չէ եւ շարունակությունն է անցնող 5 տարիների մեր գործունեության, իսկ դաշնակցական որպես նորություն չէ 30 տարի շարունակ ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցների, քաղաքացիների հետ շփումների մթնոլորտում է անցնում։ Եվ հիմա էլ պաշտոնական քարոզարշավի ժամանակ այս կամ այն բնակավար այցելելիս շատ հաճախ հանդիպում ենք, շատ ջերմ ենք հանդիպում մեր շատ հայրենակիցների, որոնց հետ միշտ առիթ ունեցել ենք շփվելու անցնող 5 տարիներին ազգային ժողովի շրջանակներում, երբ որ բազմաթիվ հարցերով մեր հայրենակիցները դիմել են կամ շատ հաճախ պարբերաբար մենք այցելել ենք այդ բոլոր բնակավայրերը։ Օրինակի համար կասեմ 2-3 օր առաջ Սյունիքում ենք եւ մինչեւ Դալիճում հանդիպում ունենալը նախագահ Քոչարյանն ասեմ, պարոն նախագահ, նույնիսկ Դալիճում անցնող 5 տարվա մեջ արդեն 3-րդ հանդիպումն ենք ունենում։ Այսինքն այդ առումով մշտական մենք կապի մեջ ենք եղել եւ այդ առումով շատ ավելի հեշտ է մեր շփումը մեր հայրենակիցների հետ, որովհետեւ մենք գնում ենք դեպի մեր հայրենակից ոչ միայն խոստում տալով, այլ նաեւ ներկայացնելով այն, ինչ որ արդեն արել ենք։ Այսինքն դաշնակցությունում խոսք կա, չէ, Ռոստոմի հայտնի, խոսքն առանց գործի մեռած է, մեր դեպքում եւ խոսք է եւ գործ է։ Իսկ քիչ առաջ ինչպես նշեցի, որոշ ցեղարցակումներ դեղի ունենան, մանավանդ իշխանական ուժի կողմին ինտիմատիվներու ուղված։ Ինչպես կներկայացնեք այս մթնոլորտը ոչ թե միայն ինտիմատիվ ուժերու հանդեպ, նաև դեսանք Արցախայերու հանդեպ դահաճ արդահայտությունը Նիկոլ Փաշինյանի, ասելով որ դուք ինչու ողջ եք եւ այլն։ Գիտեք, իրականում քարոզարշավի եւ անցնող շուրջ 1 տարվա ընթացքում, որ ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել էր քարոզարշավը, իշխանությունն ուներ մեծագույն խնդիր։ Իրեն շատ դժվար էր բովանդակային բանավեճ ունենալ ընդդիմության ու հատկապես Հայաստան դաշինքի հետ։ Եվ այդ իսկ պատճառով ապագայի ծրագրերի, մեր ժողովրդի ապագայի տեսլականի հետ կապված բանավեճը, քանի որ պարտվելու էր, փորձեց ամբողջ բանավեճը տեղափոխել ուղղակի ցեղարցակման, հայոյանքի այդ շատ աժան բանավեճի տիրույթ, որը մեզ համար անընդունելի էր, որովհետև իրականում այս ընտրությունները մեր ժողովրդի ապագայի անկյունակարային ռազմավարական հարցերն է, որ լուծում են դրա համար 1-2 պատասխան իհարկե ստացավ իշխանությունը մեզ կողմից, բայց մենք չտրվեցինք իշխանության սադրանքին եւ ամբողջ քարոզարշավը չվերածեցինք հայոյանքի։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից, կար 2 պատճառ։ Քաչ հասկանալով, որ այնքան էլ լավ վիճակում չի իր վարկանիշը, փորձեց մոբիլիզացնել, զորաշարժի ենթարկել իր ընտրողներին եւ դրա լավագույն պայմանական եմ ասում, լավագույն լուծումը տեսավ ուղղակի հայոյանքի, ուղղակի ատելության մթնոլորտ սերմանելու։ Բայց նաեւ կա մի կարևոր բան, արդեն բազմաթիվ է գրեթե ամենօրյա դրությամբ ամեն հանդիպմանը քաղաքացիներից որևէ մեկը ուղղակի նայելով աչքերի մեջ Նիկոլ Փաշինյանի ասում էր ճշմարտությունը։ Դա դեռ սկսվեց քարոզարշավից առաջ, եթե կհիշեք Երևանի մետրոպոլիտենում մեր նահատակ հերոս Մերուժան Մոսյանի աղջկա եւ Թորնիկի հետ այդ հայտնի խայտառակ երկխոսությունը, որը ուղղակի այսպես թույնը լցրեց արցախահայերի նկատմամբ, նաև ենթատեքստում ունենալով, որ
արցախցիների նկատմամբ բացական վերաբերմունք ունեցողներին կարող է իր շուրջը շատ ավելի զորավոր համախմբել։ Թեև ցանկացած մեկը, ով արցախցիների նկատմամբ ունի բացական վերաբերմունք, վստահաբար ընտրում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այսպես քիչ-քիչ ամեն օր հանդիպելով իր դեմ դիմաց, իրեն այպանող, մեղադրող հայտարարությունների ուղղակի հունից դուրս եկավ։ Գումարած դրան նաև չէր կարողանում չթաքցնել ու նաև մեսիջ էր հղում իր տերերին, Ադրբեջանին, ցույց տալու, թե որքան է նա պատրաստ Արցախի նկատմամբ այդ ատելության խոսքը գեներացնել եւ պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները։ Վերջին շրջանում ես պետք է ասեմ, որ իրենք հասկացան, թե ինչ ահավոր ճահճի մեջ Նիկոլ Փաշինյանը իրենց մտցրեց եւ դրա համար է, որ հիմա վերջին օրերին իր քարոզարշավի շրջանակներում գրեթե պարզ մարդկանց հետ շփում չենք տեսնում։ Կն ամբողջությամբ իր կողմնակիցներով շրջափակված այս կամ այն բնակավայրը գնում է պիկապի վրա ելնում, գորգռում, ելույթ է ունենում եւ վերջ։ Իրենք էլ են վախենում, որ ամեն օր իրենց դեմ նոր քաղաքացիներ նոր հայտարարություններ են անել։ Իսկ հայկական մամուլը ինչպես կներկայացնի այս բոլորը։ Գտեսնենք որոշ էջեր, որ կպաշտպանեն կամ կհագատարցեն իշխանության այս հարդահայտություններուն։ Այսօր որքանով կարողացած է իշխանությունը, ասենք ծևոմը սիրաշահիլ մամուլը կամ արդեն իսկ գործընթացած է։ Իրեք դասական իմաստով դժվար է ասել հայկական մամուլ, որովհետև այն ինչ որ պատկերացնում է կամ այլ երկրներում, քարոզարշավի շրջանակներում, մամուլում, ինչպես է ներկայացում քարոզարշավը, տեսակետների բախում եւ այլն, այդ ամենը չկա։ Կա Հայաստանում կողմնորոշված լրատվամիջոցներ, որոնք քննադատում են իշխանությանը կամ որոնք ատամներով պաշտպանում են իշխանությանը։ Եվ այսօր իրականում այդ բախումը մամուլի մեջ այդպես է արտահայտվում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ հիմա Հայաստանում շատ զորավոր այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքար անվան տակ շատ ակտիվ գործում են ժամանակավոր լրատվամիջոցներ, նաև Հայաստանից դուրս, որոնք փորձում են ուղղակի ազդել ընտրությունների վրա, մեղադրել ընդդիմադիր այս կամ այն ուժին, չգիտեմ, ռուսի ագենտ լինելու մեջ, ուրիշին ծառայելու մեջ, իբր փաստեր են հրապարակում, փաստաթղթեր են հրապարակում եւ շատ հաճախ այդ լրատվամիջոց պայմանական ասեմ, լրատվամիջոցների արմատը դժվար է լինում գտնել։ Վերջերս այդպես 1-2 պայմանական ասեմ, տելեգրամյան ալիքներ, կայքեր հայտնվեցին, որոնք ուղղակի ընդդիմության դեմ ցեղարձակման էին զբաղված, որոնք պարզվեց, որ ունեն ադրբեջանական ֆինանսավորում, կան արևմտյան ֆինանսավորման նման լրատվամիջոցներ եւ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլի կուսակցությունը ունի 2-3 լրատվամիջոց, որոնք այսպես ասեմ իրենք կուսակցական լրատվամիջոց են, բայց ամբողջ պետական համակարգը ծառայեցնում են իրենց։ Քննիչ մարմիններ, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, բոլորը ծառայում են այդ լրատվամիջոցներին։ Եվ դասական իմաստով կդժվարանամ ասել, թե մամուլում ինչպես է այդ ամեն ինչը հայտնվում։ Քիչ առաջ ինչպես նշեցի, որ 19 տարբեր ուժեր կմասնակցին այս ընտրություններում։ Արդեն 18։ Մեկը դուրս գնալ։ Այս ուժերում մեծ մասը նույնիսկ բարձ բարերով բացադրված ծրագիր չունին, մինչդեռ Հայաստան դաշինքը հստակ ծրագիր հրաբարակած է արդեն իսկ։ Ինչ կգսեք այս տեսլականի մասին, ինչ են հիմնական կետերը Հայաստան դաշինքի ծրագիրին։ Նախ պետք է ասեմ, որ ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների մեջ միակը Հայաստան դաշինքն է, որ հանդես է եկել Արցախի հարցի շուրջ իր պատկերացումներով, առանձին բաժնով նշել է հետագա ընթացքը արցախյան խնդրի բարձրաձայնման, արցախայերի վերադարձի իրավունքի ամրագրման, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման, նույն Ադրբեջանի հետ այդ պայմանական խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ դիրքորոշմամբ, իսկ ծրագիրը, այսպես ասեմ, 3 տարբեր մակարդակներով կա։ Ծրագիր կա, որ ավելի տարողունակ հաստափորդ ծրագիր է,
որը ավելի մասնագիտական շրջանակներին է հետաքրում, որտեղ անդրադարձ կա արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, կրթական, մշակութային, ազգային ինքնության պահպանման։ Սա հատուկ եմ ուզում շեշտել։ Այս քարոզարշավում ազգային ինքնության կարևորագույն հարցերից է։ Ու պետք է առաջին անգամ անկեղծ ասեմ, մի 2 օր առաջ էր մեր Դաշնակցության բյուրոյի անդամ ընկերուհի Լիլիթի հետ նախագահի հետ Սյունիքում ենք, հանդիպումներից արդեն վերադառնում ենք, 3 օր հետո վերադառնում ենք Երևան, մեքենայում ընկերուհի Լիլիթի հետ զրույցում երկուսիս մոտ էլ այդ շատ դաջված էր այդ պատկերը, որ ասում դες 30 տարի ես Ռոբերտ Քոչարյանի ճանաչում եմ, շփվել եմ տարբեր առիթներով, 10 տարի եղել է Հայաստանի նախագահ, բայց Քոչարյանի մոտ այսպես կրկոտ ազգային ինքնության պահպանման, հայոց եկեղեցու պաշտպանության, մշակույթի մեր հայկականության պահպանման այդ գիծը շատ ցայտուն է։ Ու նաև հաստափորձ նախընտրական ծրագրից զատ կան նաև առանձին, որ շատ ավելի այսպես կետերով մարդկանց համար պարզ բացատրելի նշում ենք բոլոր հարցերը ու նաև իդեպ ասեմ, որտեղ Երևանում առանձին քարոզարշավ ենք վարում բոլոր թաղամասերով, բոլոր շենքերի բակերով Երևանի զարգացման տեսլականի հետ կապված էլ առանձին պատկերացում ծրագիր ունենք։ Իհարկե կարևորագույն տեղը զբաղեցնում է անվտանգությունը, բանակաշինություն, որտեղ այդ հարցը առնվազն Դաշնակցության եւ նախագահ Քոչարյանի համար անկյունակարային է եւ նաեւ նախկին փորձով ենք ցույց տվել, թե ինչպես դա հնարավոր է, ինչպես կարող ես ունենալ մարտունակ բանակ, հաղթող բանակ, հաղթած բանակ։ Այս իշխանության Եվս մեկ բան կուզեմ մատնանշել, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները մեր նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ ունեն եւ Սփյուռքի հետ հարաբերությունների համահայկականության վերականգնման մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանը իբրև հայրենիք, իբրև հայրենի պետություն դարձնելու պատկերացումներով բազմաթիվ հանդիպումներ եղել են նաև սփյուռքահայերի հետ, ովքեր բնակվում են Հայաստանում, եւ այդ առումով առանձնահատուկ է Հայաստան դաշինքը, որովհետեւ իր նախընտրական հանրահավաքներում, միտինգներում բարբերաբար Սփյուռքի մեր հայրենակիցներ են ելույթ ունենում 2 օր առաջ մայիսի 28-ը, որ փառահեղ Հայաստան դաշինքը տոնեց Սարդարապատի հուշահամալիրում, այն պայմաններում, որ Հայաստանի իշխանությունները ուրացան Սարդարապատը, որևէ մեկը չեկավ Սարդարապատ, նաև Սփյուռքի ներկայացուցիչ ընկեր Գարագաուրյանը ելույթ ունեցավ եւ այդ առումով հայրենիք Սփյուռք, այդ ցավոք եմ ասում, ուզում եմ ասել երամիասնություն, բայց Արցախի դավաճանական հայաթափումից հետո հայրենիք Սփյուռք այդ միասնությունը շատ կարևորում ենք։ Ճիշտ վիդեոզեի այդ կետին անդրադառնալ, մանավանդ նկատի ունենալով, որ վերջին այս քանի տարիներուն իշխանությունները բավական չանք տապած են բարակտելու Հայաստան-Սփյուռք կապը։ Այդ իրականում ես դες ասեմ, այս իշխանության հանցանքները շատ են։ Արցախի հայաթափում, պատերազմ, սոհեր, բայց եթե ինձ հարցնեն, այս իշխանության չգիտեմ, առաջին կամ երկրորդ կդժվարանամ ասել, իր ավերիչ ազդեցությամբ հանցանքը մեր հայ ժողովրդի պառակտումներ մինչև մարդու հետ։ Ընտանիքի մեջ պառակտումից սկսած վերջացած համայնք, քաղաք, Հայաստան եւ հայրենիք ու Սփյուռք պառակտումներ։ Տեսեք, 30 տարի Հայաստանում տարբեր իշխանություններ են եղել, տարբեր կուսակցություններ, քաղաքական վեճեր, բայց երբեք քաղաքական վեճը չի մտել հայ ընտանիք։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի ժամանակ եղավ, որ քույրը եղբոր հետ չի խոսում, զավակը հոր հետ չի խոսում, թոռը պապիկի հետ չի խոսում։ Ես ասեմ, ահավոր դեպքեր կան։ Օրերս տաքսու վարորդն ասում է, եղբորը զավակը
հորս անձնագիրը գողանալու է ընտրությունների օրերին։ Ասեմ ինչի, որովհետև հայրս ուզում է գնա Նիկոլին ընտրի։ Այդ պարակտումը միայն այս իշխանությունը մտցրեց մեր ժողովրդի մեջ։ Եվ հույս ունեմ, որ հունիսի 8-ից հետո մենք նորից կուղենք մեր մեջքը եւ եթե Հայաստանից որևէ պաշտոնյա, որևէ արտասահմանյան բեմից ելույթ էր ունենում, ինքը նորից ելույթ կունենա ոչ թե Հայաստանում ապրող 2.5-3 միլիոն հայության անունից, այլ ելույթ կունենա իմանալով, որ իր թիկունքին 8-9 միլիոնանոց աշխարհասփյուռ հայությունն է։ Եվ ցանկացած երկրում էլ ապրող մեր սփյուռքի հայրենակից վստահ նորից կլինի, որ իր թիկունքում իբրև այդ երկրի օրինապահ քաղաքացի ոչ միայն այդ երկիրն է, այլ իր հայրենիք Հայաստանի Հանրապետությունը։ Ամփոփելու համար ընտրություններուն հաշված օրեր մնացին, ինչ ուղերձ կուզեք հղել ընտրողներուն։ Ամսի 7-ը այս ընտրությունները իրականում 21 թվականն էլ էր նույնը։ Իրականում ճակատագրական ընտրություններ են մեր ժողովրդի ապագայի համար։ 21 թվականին իցավ բոլորիս ի ողբերգություն մեր ժողովրդին չկարողացանք համոզել, մեր ժողովրդին իշխանությունը մոլորեցրեց, դրա համար ստացավ իշխանություն ու դրա արդյունքում հանձնեց Հայաստանի Հանրապետության տարածքներ, բերեց երկու խոշոր պատերազմ, 22 թվականի, 23 թվականի պատերազմներ։ Ունեցանք նորից հարյուրավոր զոհեր, հայաթափվեց Արցախը, Հայաստանը ամբողջությամբ այսօր դրել է Ադրբեջանի, այսպես ասեմ, իշխանության տակ։ Հիմա այդ դավադիր ծրագիրը շարունակելը թույլ չտալու ընտրությունն է։ Սա ընտրություն չի, որ Գեղամը կամ մեկ ուրիշը, Ռոբերտ Քոչարյանը կամ մեկ ուրիշը դառնա պաշտոնյա, դառնա պատգամավոր, կավլիցի, այդ ամեն ինչը զերո արժեք ունի։ Ընտրություն է Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի։ Ու կարծում եմ, որ այստեղ անելիք ունենք ցանկացածը։ Բեյրութի մեր հայրենակիցը, Ֆրանսիայի հայրենակիցը, ովքեր ունեն քվեի իրավունք մասնակցեն ընտրության, ովքեր ունեն հարազատներ Հայաստանում, որ ունեն քվեի իրավունք, փորձեն այս մեկ շաբաթը ամեն մեկի հետ առանձին խոսեն, փորձեն չհամոզվածին, մոլորվածին, փորձեն համոզել, որ քվեն ոչ թե այս կամ այն մեկին պատգամավոր դարձնելուն է, այլ հայ ժողովրդի ապագայի ընթացքը բեկելու եւ ազգային հոգեվոր մեր պատմական արժեքների վրա հիմնված հայկական պետության ընթացքը ապահովելն է, հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է պաշտոնապես միգուցե ոչ, բայց իրականում դառնալու է Թուրքիայի ու Ադրբեջանի վիլայեթը։ Հայի եւ ոչ հայի ընտրություն այս ընտրությունը։ Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար, Շնորհակալ քալիք օրերուն, ձեր հաջողությունը մեր բոլորին հաջողությունն է։ Շնորհակալ եմ, կարճ մեկ բան էլ կուզեմ ասել։ Այո։ Այս իշխանության ավերներից մեկն է նույն վերջին ամիսներին մեր տարածաշրջանում Պարսկաստան, Լիբանան, Սուրիայի զարգացումներին այս իշխանությունը այդ պարակտումը այնպես մտցրեց, որ Հայաստանում իհարկե մեր հայրենակիցների շատ-շատերը անհանգիստ էին, բայց հրապարակային մթնոլորտում գրեթե չկար անհանգստություն, չկար Բեյրութում ապրող մեր հայրենակցի ապագայի, Թեհրանում, Ջուղայում ապրող մեր հայրենիքам հունիսի 8-ին առիթ կլինի հարցազրույցի ու հաղթանակած հարցազրույց կունենանք։ Շնորհակալ ենք։ Սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, մեզի հետ էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամ Գեղամ Մանուկյանը։